Սերբիայում մարտի 9-ին մեկնարկելիք բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությանը կմասնակցի 75 երկրի ներկայացուցիչ։ Կանանց մունդիալի մրցանակային ֆոնդը ռեկորդային է $2,640,000։ Յուրաքանչյուր քաշային կարգում չեմպիոնը կստանա $100,000։ Հայաստանի ընտրանին արդեն Սերբիայում է, մինչև մրցավայր մեկնելը մեր հավաքական ուսումնամարզական հավաք է անցկացրել Ծաղկաձորում, Երևանում, հետո էլ Բուլղարիայում։ Աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ։ Շատ ուժեղ թիմեր են մասնակցելու Ղազախստան, Ուզբեկստան, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, դրանք շատ ուժեղ են աղջիկների հավաքականները, բայց փորձենք ինչ որ հնարավորություն ունենանք դրսևորենք, որպեսզի հաջող հանդես գանք այս մրցումներում։ 50 կիլոգրամ քաշային կարգում Եվրոպայի բրոնզե մեդալակիր Անուշ Գրիգորյանն է։ Յուրաքանչյուր մարզիկ գնում է ոսկե մեդալի հետևից ու ցանկացած գույնի մեդալի հետևից, իսկ թե ինչ է լինում ռինգն է արդեն ցույց տալիս։ 54-ում Եկատերինա Սիչևանը, 60-ում մինչև 23 տարեկանների Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը։ 23 տարեկանների միջև 60 կիլոգրամ քաշային կարգում առաջին համարն եմ, որը որ շատ լավ է ու աշխարհի առաջնությունն էլ ամեն ինչ անելու եմ, որ պարտադիր, քանի որ մեծահասակների մեջ մեդալ չունեմ ու առաջիկա մրցաշարը դա աշխարհի առաջնությունն է, փորձեմ աշխարհի առաջնությունից հենց սկսեմ մեծահասակների մեջ մեդալ նվաճելով։ Աշխարհի առաջնություն մեկ անգամ մեծահասակների մասնակցել եմ, 5 մենամարտից 1 մենամարտն եմ կարողացել հաղթել, դասել որ պետք է ամեն դեպքում մինչև վերջի վայրկյանը պայքարեմ հաղթանակիս համար ու ընթացքում եթե ինչ-որ բան էլ չի ստացվում, պետք է չընկճվեմ։ 63 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի Սոնա Հարությունյանը։ Շատ լավ մարզավիճակում եմ գտնվում, բայց դեռ էլ ավելի պետք է լավացնեմ վիճակս մինչև մրցումային շրջանում։ Հասցրել ես ուսումնասիրել մրցակիցներիդ։ Դե գիտեմ մի քանի հոգում, հետո մենամարտել եմ, ոմանք նոր են տեղափոխվել մեծահասակներ, չգիտեմ ովքեր կլինեն, այնտեղ կհասկանանք։ Աշխարհի առաջնության վիճակահանությունը մարտի 8-ին է։ Հեղինակավոր ստուգատեսում դրամական պարգևներ կստանան ոչ միայն մրցանակային եռյակում տեղ գրաված մարզուհիները, այլև 5-ից 6-րդ տեղերը զբաղեցրած բռնցքամարտիկները։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։